հանրային կառավարման բարեփոխումները իրականում կարևոր են ոչ միայն ներպետական եւ ներհամայնքային համակարգի արդիականացման համար, այլ կարևոր են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բարելավման տեսանկյունից, որովհետեւ որքան էֆեկտիվ աշխատում է պետությունը, որքան էֆեկտիվ աշխատում է համայնքը, այդքան նրանք իրենց առջև դրված խնդիրները կարողանում են ավելի արդյունավետ լուծել։ Եվ իրականում այս ֆորումը հենց այդ տեսակ հարցեր է տալիս եւ այդ հարցերին է պատասխանում եւ կարծում եմ վերջին ժամանակաշրջանում արված աշխատանքը եւ մասնավորապես թվայնացման գործիքները, որոնք որ ներդրվել են, մասնավորապես մեզ մոտ Երևանի քաղաքապետարանում մեզ նվազագույնը խնդիրների վերլուծության տեսանկյունից, խնդիրների խորությունը տեսնելու տեսանկյունից շատ ավելի լավ պատկեր են տալիս եւ այն թվայնացված ծառայությունները, որ մենք նաեւ մատուցում ենք քաղաքացիներին, մյուս կողմից էլ քաղաքացիներին են տալիս ավելի արդյունավետ կերպով մեր հետ շփվելու միջոց։ Այսինքն մեզ մոտ հիմա չկա որևէ ծառայություն, որի թվայնացումը տեղի չի ունեցել։ Այսինքն յուրաքանչյուր ծառայություն, որը մատուցում է Երևանի քաղաքապետարանը, այդ ծառայությունից կարելի է օգտվել on-line, օրինակ ես հարթակով։ Երևանի յուրաքանչյուր քաղաքացի, երևանցի կարող է օգտվել ակտիվ քաղաքացի հավելվածից, որով որ մատնանշի կոնկրետ խնդիրներ, որոնք որ մենք պետք է լուծենք եւ հետեւի խնդրի ընթացքին, լուծման ընթացքին։ Եվ իրականում այս բոլոր գործիքները հանրային կառավարման բարեփոխումների մի փոքր մաս են։ Մենք չենք հասել մի շատ կարևոր վերջնական փուլի, մենք իրականացրել ենք համայնքների խոշորացում, որից հետո մենք իրականացրել ենք սուբվենցիոն ծրագրեր եւ այդ սուբվենցիոն ծրագրերով մենք կառուցել ենք ճանապարհ, կառուցել ենք մանկապարտեզ, կառուցել ենք այգիներ տարբեր համայնքներում Հայաստանի Հանրապետության, բայց ամենակարևորը այդ ծրագրերով մենք այդ համայնքներին տվել ենք գիտելիք, թե ինչպես իրականացնել նման նախագծեր, ինչպես կառուցել ճանապարհ, ինչպես կառուցել մանկապարտեզ։ Եվ այս բարեփոխումների երրորդ փուլը, այսինքն խոշորացրել ենք համայնքը, արդյունավետությունը ադմինիստրատիվ բարձրացրել ենք, սովորեցրել ենք ինչպես անել խոշոր նախագծեր։ Երրորդ ամենակարևոր փուլն է տալ ֆինանսական անկախություն համայնքին, որովհետև վստահաբար Մեղրիում շատ ավելի լավ գիտեն Մեղրիի խնդիրները որոնք են եւ որոնք պետք է առաջնահերթ լուծվեն, քան Երևանում նստած մի որևէ պաշտոնյա։